Վերցրու Թարիրյա։ Ես ուզում եմ կազարակ։ Մոտ մի քանի ամիս առաջ մենք սկսեցինք արդեն Արմավ հավելվածով աշխատել, քանի որ ավելի հարմար է, նաև հայերեն լեզվով է արդեն, մինչև այդ հայերեն լեզվով չկար, ինչը շատ ավելի արդյունավետ է դարձնում իր հաղորդակցումը շրջապատի հետ, նաև ընտանիքում տանը արտահայտելու իր, չգիտեմ, առօրյա ցանկությունների մասին, կլինի դա ինչ-որ մի ուտելիք ուզելը կամ խաղալիք ուզելը։ Ես մասնագիտությամբ լոգոպեդ եմ, 1996 թվականից լոգոպեդ եմ աշխատում, զուգահեռաբար 2000-ից էլ Մանկավարժական համալսարանում լոգոպեդիա եմ դասավանդել, այսինքն այն ինչ որ ես իմ ամենօրյա աշխատանքում անում էի, ես դա նաև պրակտիկ հմտություններ էի ձեռք բերում, որը կիսում էի իմ ուսանողների հետ։ Ու այդ լոգոպեդական աշխատանքի երբ որ անցա, մի տեսակ այդ սովետական ամեն դեպքում կրթություն էի ստացել ու մեզ ասել էին, որ լավ լոգոպեդը յուրաքանչյուր երեխայի խոսացնում է։ Երբ որ ես սկսեցի աշխատել երեխաների հետ, իսկ սկզբում աշխատում էի մանկական նևրոլոգիական հիվանդանոցում բավական ծանր դեպքերի հետ, հասկացա, որ դա այդքան էլ այդպես չի եւ կան երեխաներ, որոնք ուղղակի ոչ վերբալ են։ Ու դրանից հետո ոնց որ sense փնտրեցի այն ժամանակ այլընտրանքային հաղորդակցման մասին ոչ դասավանդման կուրսերում կար, առհասարակ չկար ինֆորմացիա։ Ու գտա Լեհաստանում մի կուրս վերապատրաստման, գնացի վերապատրաստվեցի ու տեսա, որ զարգացած երկրները հիմա բռնել են այլընտրանքային հաղորդակցման ուղին բոլոր այն մարդկանց համար, ովքեր կամ պիտի սահմանափակ խոսք ունենան այդպես էլ չնայած մասնագիտական ջանքերին, կամ այդպես էլ չեն խոսելու։ Ինձ խանգարում էր այն միֆը, որը առ այսօր Հայաստանում կա, եւ դա հետեւյալն է, որ եթե երեխային տան այլընտրանքային հաղորդակցման միջոց, ինքը էլ ջանքեր չի գործադրի, չի խոսի, ինչպես ընդունված է ասել, կթամբալանա։ Բայց իրականում որևէ երեխա, որևէ մարդ թամբալության հետևանքով չի, որ չի խոսում։ Այսինքն դա կամ ֆիզիոլոգիական կամ հոգեբանական ինչ-որ պրոցեսների արդյունքում է։ Եվ երբ որ ուսումնասիրեցի արդեն գրականությունը, ստատիստիկան առկա, ինքս ունեմ հոդվածներ այս թեմայով հասկացա եւ հետազոտություն ունեմ անցկացրած, հասկացա, որ դա բոլորովին այդպես չի, երբ որ դու մարդուն տալիս ես այլընտրանքային ձևով հաղորդակցվելու հնարավորություն, դու խթանում ես նրա խոսքի զարգացումը, որովհետեւ նա արդեն ավելի մեծ ցանկություն է ունենում խոսելու։ Ես Եվ 2022-ին հնարավորություն ունեցա դիմելու ԱՄՆ շրջանավարտների նորարարական գաղափարները ֆինանսավորող մի ծրագրի եւ ստացա ֆինանսավորում մշակելու, ստեղծելու այս Արմավ AAC հավելվածը։ Մինչ այդ միշտ մտածել եմ ինչու հայալեզու մարդիկ չունեն այլընտրանքային ձևով հաղորդակցվելու հնարավորություն եւ միշտ սպասել եմ, որ ինչ որ մեկը դա պիտի ստեղծի ու այդ պահին ոնց որ այդ միտքը եկավ, ով եթե ոչ ես ու երբ եթե ոչ հիմա։ Պրոյեկտը ընդհանուր առմամբ 1 տարի տևեց, մենք առաջին 6 ամիսներին ստեղծեցինք հավելվածը, Արմավ հավելվածը հիմա հասանելի է եւ Android եւ iOS սարքերի համար եւ անվճար է ամենակարևորը, դա իմ համար կարևորագույն հարց էր, որ այն լինի անվճար։ Շատ ոգևորիչ է որպես ծնողի, հա, կարծում եմ նաև այն մասնագետների համար, ովքեր մտահոգ են Թարիրյայի համար, որ տեսնենք ինքը ինչպիսի մեծ ցանկություններ կարող է ունենալ, ինչպիսի մեծ երազանքների մասին կարող է արտահայտել։ Օրինակ վերջերս Թարիրյան գրել էր, որ ցանկանում է ինքնաթիռով ճանապարհորդել եւ ծով էր ուզում գնալ։ Դա ինձ համար շատ մեծ երջանկություն է, որ ես կարող եմ իմանալ իմ երեխայի մեծ ցանկությունների մասին, հա, մեծ երազանքների մասին։ Հավելվածը խոսում է տղամարդու, կնոջ, տղայի երեխայի եւ աղջիկ երեխայի ձայնով։ Հատիկ ամեն բառը արտասանվել է նրանց կողմից, ձայնագրման ստուդիա ենք վարձակալել, որը ձայնագրել է այդ ամեն բառը առանձին եւ հետո մենք արդեն թիմի մյուս անդամներով ամեն նկարին կպցրել ենք տվյալ բառը 4 հոգու կողմից արտասանված։ Օրինակ տեսեք, ենթադրենք վերցնենք հույզեր պանակը, հա,
Երբ որ մարդը մուտք է գործում այս բանակ, նա կարող է սեղմել ես ուզում եմ, ենթադրենք լացել։ Ես ուզում եմ, լացել։ Եվ սարքի իր փոխարեն ասում է արտահայտությունը։ Կարգավորումներից մենք կարող ենք փոխել ձայնը, ենթադրենք իգական, կնոջ, եւ այս դեպքում այդ նույն արտահայտությունը ես ուզում եմ, լացել կհնչի կնոջ ձայնով եւ այդպես նույն կերպ կարող ենք տղայի աղջկա ձայներ վերցնել, այսինքն կախված օգտատիրոջ տարիքից եւ սեռից ընտրվում է համապատասխան ձայնը։ Եվ իդեպ պիտի ասեմ, որ հավելվածը նաեւ օֆլայն տարբերակով է աշխատում, այն նկատառումով, որ մարդը կարող է սրանով գնալ խանութ, դուրս գալ, գնալ համերգ եւ որևէ տեղ անկախ նրանից բան կա, այդ կապ կա, թե չկա, ինտերնետ կա, թե չկա, կարողանա հաղորդակցվել։ Տարբերակ է ունենում, ինչ կարող է իրեն անհաշվի։ Քանի որ մենք խոսողներս այդ հնարավորությունը անսահմանափակ ունենք, մենք դրա արժեքը հասկանում ենք միայն երբ որ այդպիսի հարազատ ունենք կամ երբ որ ինքներս օրինակ հայտնվում ենք արտասահմանում եւ չգիտենք լեզու եւ չենք կարողանում արտահայտվել։ Խոսքը շատ մեծ շնորհ է եւ հաղորդակցվել կարողանալն էլ շատ կարեւոր մի բան է։ Երբեմն ծնողները ասում են սկսեց հաղորդակցվել հավելվածով եւ բավականին կարգավորվեց վարքը, որովհետեւ երեխայի վարքային շատ դրսևորումներ խոսքին են փոխարինում։ Եթե մարդը կարողանա ասել, որ ես չեմ ուզում գնալ այսինչ տեղը, բնականաբար նա դրա փոխարեն չի գոռա, չի ճչա եւ անցանկալի վարք չի դրսևորի։ Այսինքն, երբ որ կարգավորվում է հաղորդակցումը, շատ խնդիրներ սկսում են նահանջել, բացի դրանից ծնողները սկսում են բացահայտել իրենց երեխային։ Երբեմն մեր սենյակում երեխան սրանով մտքեր է արտահայտում, որը անչափ հուզում եւ զարմացնում է ծնողներին։